Սիրելի ֆուտբոլասերներ, խաղային օրը մեզ մոտ շարունակվում է եւ քիչ անց վարքյաններ անց մենք եւս մեկ հետաքրքիր հանդիպում ունենք մեր YouTube-յան ալիքի եթերում։ Ադանան մրցում է Վենեցիայի հետ, այս թիմերը մրցաշարային աղյուսակի բարձր հորիզոնականներում են եւ չափազանց լավ մարզավիճակում են գտնվում, այնպես որ այսօր մենք հետաքրքիր հանդիպում անկասկած դիտելու ենք։ Հիմա փորձը ստանալ թիմերի հայտարարությունները այս հանդիպման համար։ Որից հետո արդեն կներկայացնեմ։ Սկսեմ Ադանայից Սարություն Խանաղյանը դարպասապան է համար 1, Արթուր Մորյանը եւս թիմի հայտարարում է, դարպասապաներից եւս մեկը համար 75, Վովա Պողոսյան 3, Գրիգոր Պետրոսյան 7, Դավիթ Թմոյան 8, նա թիմի ավագն է, Արթուր Ղարիբյան 4, Ցոլակ Ներսիսյան 6, Տիգրան Մխիթարյան 22, Արսեն Բարոյան 12, Անդրանիկ Սուսունյան 16 եւ Արմեն Պետրոսյան համար 9։ Վենեցիա Դավիթ Կուդրյաշովն է այսօր թիմի դարպասապա, ինչպես նաև թիմի ավագ համար 91, նա ունի իհարկե Կուդրյաշովը դարպասապայի փորձի դեպ այս մրցաշրջանում, Դավիթ Ոսկանյան 11, Հարություն Բալայան 10, Էդգար Մելիքյան, Հրանտ Բալայան, Սարգիս Սարգսյան համար 21, Նարեկ Դավթյան 77, Վաչիկ Մելքոնյան 3 եւ Էդվարդ Հարությունյան համար 7։ Եզրային նետում է լինելու Ադանայի ֆուտբոլիստները կնետեն եզրից, Մխիթարյանը Կանցում կատարեց դեպի ձախ եզրը գալիս գնդակը, բայց ստացվեց հասնել այս գնդակին եւ Վենեցիայի ֆուտբոլիստները գրոկը սկսեն դեպի Բալայանը եւ Մելքոնյանն է ուժեղ հարված կատարում առաջ եւ Հարությունյանը փորձում է հասնել այս գնդակի հետևից, ճիշտ է, ստացվեց եզրային նետում կլինի Դեպի աչի եզր ու փորձում է Ադանան գրոկ կառուցել գնդակը Պողոսյանի մոտ է հայտնվում, վերջինս դեպի ձախ եզր փորձեց փոխանցել եւ Ղարիբյանն է այստեղ հաջող գործում Բալայան եւ Պողոսյանն է ձախ եզրում ուղարկեց առաջ գնդակը Բալայան փորձեց թողնել խաղանկերոջը գնդակը դեպի ձախ եզր է գալիս ու եզրից Հետելու է Նարեկ Դավթյանը Վենեցիայից Բալայանի ուղղությամբ փոխանցում հետևեց դեպի Մելքոնյանը, ով պաշտպանության կենտրոնում է եւ տեսնենք ինչպես կկառուցեն այս գրոհը Վենեցիայի ֆուտբոլիստները դեպի ձախ եզր փոխանցում հետևեց, բայց Ղարիբյանն է այստեղ արդեն տիրում գնդակին Որցես թողնել խաղանկերոջը, խլում են կատարում Վենեցիայի ֆուտբոլիստները, հետո ամեն դեպքում կորցրին գնդակը եւ սա արդեն եւս մեկ փորձ է Վենեցիայից, գնդակը մրցակցի Ադանայի պաշտպանությունում է Ղարիբյանն արագ է կողմնորոշում եւ դեպի ձախ եզր փոխանցում կատարում Մխիթարյանը այստեղ փորձեց ազատվել գնդակից, ոչ Մխիթարյանը չէր, հատուկ տարբերակիչ, այսպես ժիլետներով են Ադանայի ֆուտբոլիստները հեռվից արտաչեղ ստացվեց եւ հաճախ բարդ է լինում նշանները ֆիքսելը ներողամիտ լինել եւ դարպասապա դեպի աչ եզրը ուղարկում գնդակը կողքից ուժեղ փոխանցում առաջ Մելքոնյանն էր այստեղ եւ դեպի աչ եզր ուղարկեց գնդակը Վենեցիան է նետվում առաջ ցածրից փոխանցում նորից Ղարիբյան հաջող է կարողանում գործել եզրային նետում կլինի Եվս մեկ եզրային նետում կտեսնենք, Պողոսյանն է վերցնում գնդակը, խանցում դեպի կենտրոն, Բարոյանի ուղղությամբ վերջինս աչ եզր է ուղարկում գնդակը, Թմոյան ցածրից փոխանցում, վտանգավոր պահեր պետք էր տեսնել իհարկե ձախ եզրով միացած Մխիթարյանին, ով կգրավեր իհարկե արդեն դատարկ դարպաս այդ իրավիճակում չստացվեց, Ադանան լավ պահ է ստեղծում, պահ որտեղ իհարկե ընդհանրապես հարվածով չավարտվեց դրվագը, բայց իրականում շատ լավ հնարավորություն էր Թմոյանն է աչ եզրում ցածրից փոխանցում հետևեց, հիմա արդեն բարձրից հետևում է նաև հարված այստեղ Բարոյանի կողմից, բայց գտնել դարպասը չստացվեց այս իրավիճակում
Դավթյան Ձախ եզրով փոխանցում Արությունյանն այստեղ ավելացնում է, բայց բարձր ստացվեց այս հարվածը։ Դավթյան ձախ եզրում է։ Չստացվեց։ Այս գործողությունը արված դարպասից կլինի։ Դեպի աչի եզր փոխանցում։ Գրով է սկսում Ադանան։ Տեսնենք ինչպես կդասավորեն այն փոխանցում առաջ։ Վալայանը փորձում է խլել գնդակը, բայց մրցավարն այստեղ խախտում է արձանագրում։ Ղարիբյան, ուղիղ կենտրոնով տեսնում ենք այստեղ փոխանցման փորձ, բայց ուժեղ ստացվեց։ Այս փոխանցումը արված դարպասից է լինելու։ Կորցրեցին գնդակ Վենեցիայի ֆուտբոլիստները պաշտպանությունից դուրս գալիս և Խիթարյանը փորձեց շրջանցել մրցակցին, հասնում է այստեղ գնդակին և այդ փոխանցում կատարում դեպի Պողոսյանը։ Վերջինս առաջ ուղարկեց, Մելքոնյան փորձեց հեռացնել, չստացվեց այստեղ։ Ոսկանյանն էր փորձում ճնշել մրցակցին, Խիթարյան Վարված դարպասից կլինի։ Ադանան փորձում է տարբեր ճանապարհներով երկու եզրերից էլ, կենտրոնից էլ, բայց առայժմ մեկ պահ կարող ենք հիշել, իհարկե որտեղ ստացվեց բացել պաշտպանությունը, մնացած դրվագներում Վենեցիան հաջող է գործում։ Ոսկանյան դեպի Բալայանը։ Թմոյանն է այստեղ աշխատում, Պողոսյան դեպի մրցակցի պաշտպանություն, բայց այստեղ Մելքոնյանը առաջին հերթին հաջող գործեց։ Վենեցիայի ֆուտբոլիստներն են գնում առաջ։ Հաջող խաղարկում ստացվեց ու տեսնում ենք նաև հարվածի փորձ, բայց Ղարիբյանն է կանգնում այստեղ գնդակի ճանապարհին, Դավթյանը փորձեց արձագանքել ու ձախ եզրում հասավ ճիշտ է գնդակին, բայց հետո Ադանայի ֆուտբոլիստը Պարոյանը մասնավորապես հաջող խլում կատարեց եւ աչ եզրով փորձում է գնալ առաջ, Դավթյանը լավ է գործում այստեղ եւ կա խաղի կանոնների խախտում, միշտ արձանագրեց մրցավարը։ Վարված դարպասից է լինելու։ Մելքոնյան փոխանցում դեպի ձախ եզր։ Դավթյան առաջ խաղացման փորձ։ Արությունյանը փորձեց օգնել խաղանկերոջը, բայց Ադանայի ֆուտբոլիստները ամեն դեպքում տիրում են գնդակին եւ դեպի աչի եզր Թմոյան, հաջող է գործում Թմոյանը, դեպի Տուգանային նրա պորակ վտանգավոր պահ է, բայց Ադանայի արձակվողը միայն կարողացավ այստեղ ընդունել գնդակը, հետո ավելացնել չստացվեց։ Եվ Կուդրյաշովն է գնդակը մտցնելու խաղի մեջ, հիմնական դարպասապա Աղաջանյանին է այսօր փոխարինում, առաջին համարի դիրքում, ինչպես նաև դերում իհարկե, եզրային նետում դեպի Թմոյանը, աչի եզր ստացվեց մշակել այս գնդակը եւ Ոսկանյանը Ձախ եզր ուղարկեց, Դավթյանը սկզբում հպվեց գնդակին, հետո խաղանկերը շարունակեց ու եզրային նետում ենք տեսնել։ Ոսկանյան Ձախ եզրից դեպի աչ եզր փոխանցում է հետևում, Պողոսյանը փորձում է խլում կատարել, գնդակը մնում է Վենեցիայի ֆուտբոլիստների մոտ։ Արությունյան Աչ եզրից հետևեց հարված, բայց ամեն դեպքում դիպուկ չի ստացվում, եթե չեմ սխալվում, սա առաջին հարվածն էր Վենեցիայի։ Փոփոխություն ենք տեսնում հենց Վենեցիայի կազմում։ Դավթյանը փոխարինվեց եւ Բալայանն է նրա փոխարեն դուրս եկել խաղադաշտ։
Բարոյանը ազատ խաղանկերոջ ուղղությամբ փոխանցում կատարեց այստեղ Վենեցիայի ֆուտբոլիստներն են կարողանում հաջող գործելու Ոսկանյանը Կուդրյաշովի հետ է խաղում վերջինս դեպի ձախ եզր Բալայան դեպի ձախ եզր է ուղարկում գնդակը ու Արիբյանն է այստեղ աջ եզրում կարողանում հաջող գործել Մելքոնյան դեպի դարպասապա Կուդրյաշովը վերջինս առաջ ուղարկեց գնդակը Թմոյան ազատ խաղանկերոջ ուղղությամբ ու գնում է առաջ Ադանան առջևում որպես այդպիսին հարձակում չկա այս խաղում մնացած դիրքերի ֆուտբոլիստներն են հաճախ փորձում հարձակման գիծ դուրս գալ ինչը իհարկե որոշ առումներով խանգարում է Տեսնենք հաջող խաղանցում ստացվեց այստեղ դեպի ձախ եզր փոխանցման փորձ եւ հիմա շանս է ստանում Ադանան Բարոյանն է հայտնվում ձախ եզրում բայց շատ առաջ թողեց գնդակի իհարկե իսկ Մելքոնյանի սահմանկումը 100%-անոց արդյունավետ էր առանց խախտման նորից Բարոյանը գնդակ է ստանում այս անգամ լավ անցում արված ու Կուդրյաշովն է հեռացնում գնդակը կենտրոնով հարվածեց Բարոյանը սա մեծացրեց դարպասապայի շանսերը իսկ Կուդրյաշովը իհարկե երբ առաջին անգամ էր դարպասում այս մրցաշրջանում այդ խաղում կոնկրետ ապացուցեց որ կարող է փոխարինել իրականում ամենաբարդ փոփոխությունն է մեկ այլ դիրքից մեկ այլ դիրք միակ դիրքն է իհարկե որտեղ ծայրահեղ դժվար է փոխարինել հիմնական խաղացողին երբ դու այլ դիրքում ես խաղում իհարկե դա դարպասապայի դիրքն է անկասկած բայց Կուդրյաշովը առաջին խաղում իհարկե Ինչպես նշեցի փայլել էր։ Տեսնում ենք փոխանցում Ղարիբյանը աղթեց երկրորդ հարկում, բայց դիպուկ չէր այս հարվածը, վտանգավոր փորձ եւս մեկը Ադանայից։ Եթե դիպուկ լիներ հարվածը, խնդիրներ իհարկե ունենար դարպասապա։ Պետք է կրկնել Վարված դարպասից նորից պետք է կրկնել Կուդրյաշովը գնդակը կմտցնի խաղի մեջ Հետևում է դեպի ձախ եզր փոխանցում ու տեսնենք ինչպես է ստացվելու այս գրոհը Ոսկանյանն է շարժվում առաջ թողեց գնդակը խաղանկերոջը եւ խախտում է արձանագրում մրցավարը մանր խախտում էր իհարկե սա Դաշտի միջնամասում է Գնդակը միանգամից կգլորեն իհարկե Վենեցիայի ֆուտբոլիստները եւ դեպի Կուդրյաշովը խանցում է կատարում ձախ եզր Վենեցիայի դարպասապա տեսնենք ինչպես ստացվի Բալայանն է փորձում գնալ առաջ ու կա խաղի կանոնների խախտում այստեղ Տեսնենք այս ստանդարտը ինչպես է ստացվելու Կա մրցավարի սուլիչը, ձախ եզրից սա արված էր, բայց բարձր է ստացվում, ամեն դեպքում բարձր է ստացվում և Ադանան կգնա գրոհելու արդեն հիմա հերթը, այսօր ասենք կանաչներին է, նման են իհարկե մարզաշապիկի գույները, դրա համար է այսօր Ադանան հատուկ տարբերակիչ ժիլետներով, Թմոյան դեպի աջ եզր, բայց Բարոյանը Որքան էլ մեծ ցանկություն ուներ գնդակին հասնելու այստեղ չկարողացավ։ Ճիշտ է միջև վերջ գնաց իհարկե, բայց ամեն դեպքում չհասավ։ Ձախ եզրում Մարությունյանն է։ Եզրային նետում է լինելու Բալայան։ Փոխանցում դեպի Պողոսյանը, վերջինս առաջ է ուղարկում գնդակը Մելքոնյան և թողնում է դարպասապա Կուդրյաշովին այստեղ գնդակը Մելքոնյանը Ոսկանյան
Տեսնենք Բալեյանը աստրեց այստեղ արձագանքել Պետք է սպասել վնասված ստացած ֆուտբոլիստ կա մրցավարը դադար է վերցնում Ցած խաղի պես իհարկե շատ չեն դադարներ օրինակ առաջին խաղակեսում Պողոսյանն է այստեղ ձախ եզրում գնդակով Մխիթարյանի մոտ չստացվեց պայր գնդակը եզրային նետում կլինի Թմոյանը չէր կարող արձագանքել իհարկե այս փոխանցմանը Տեսնենք Հարությունյանն ու Պողոսյանն են գնդակի համար պայքարում հետևեց փոխանցում առաջ Հետ փոխանցում դեպի Կուդրյաշովը Վենեցիան կարելի ասել 0-ից դիրքային գրով պետք է կառուցի Շատ լավ փոխանցում էր դարպասապայի կողմից դեպի Հարությունյանը Աչիեզր Արից Հարությունյան Ուժեղ փոխանցում առաջ դեպի մրցակցի պաշտպանություն տեսնենք այս գրոհը ինչպես կստացվի Բալայանի ուղղությամբ հետևեց փոխանցում բայց խլեցին Ադանայի ներողություն ֆուտբոլիստները գնդակը Թմոյան Եվ հաջող խլում Բալայանն այստեղ ստանում գնդակը դեպի ձախ եզր Սա շանս հրաշալի փոխանցում էր իսկ Բալայանը վրիպեց այստեղ շատ լավ գրոհ կառուցեց Վենեցիան Միայն վերջին որոշիչ հարվածն էր պակասում այս գրոհին եւ այն չստացվեց դիպուկ իհարկե Ձախ եզր Մխիթարյանն է այստեղ գնդակով դեպի Պողոսյանը Մխիթարյան Եվ լավ նկատեց Բարոյանին այստեղ Ադանայի ֆուտբոլիստը Եվ մրցավարը արձանագրում է խաղի կանոնների խախտում Կա մրցավարի սուլիչը տեսնենք ինչպես է ստացվելու Կարիբյանն է կատարում այստեղ հարված Կուդրյաշովը փրկեց շփոզանց վտանգավոր պա Վենեցիայի դարպասին եւ թիմի ավակն ու այսօրվա դարպասապա Կուդրյաշովը հաջող գործեց Քոնյան ուղարկում է առաջ գնդակը Կարիբյանն է այստեղ հաջող գործում դեպի ձախ եզր Տեսնենք այս գրով, ինչպես է ստացվելու, Թմոյանը արվածում է և բացում հանդիպման հաշիվը 1-0 Ադանայի ֆուտբոլիստն այստեղ շատ լավ կողմնորոշվեց, խոտածածկից անդրադարձնել օգնեց, որպեսզի Ադանան բացի այստեղ հանդիպման հաշիվը Ապա կողմնորոշեց իհարկե այդ անդրադարձը դարպասապային և ունենք առաջին գոլն այս խաղում, որը խփում է Ադանան ու բացում այս հանդիպման հաշիվը 18-րդ րոպեի դրությամբ 1-0 Եվ տեսնենք Վենեցիան Ինչպես է պատասխանելու մրցակցին, իհարկե կփորձեն շատ արագ հետ բերել գործրածը, ինչպես կստացվի դա արդեն խաղը ցույց կտա։ Աչիեզրից հետևում է փոխանցում, Մելքոնյանն է արձագանքում։ Դեպի Աչիեզր Հարությունյան թողեց խաղանկերոջը եւ դարպասապան է այստեղ վերցնում գնդակը, ուժեղ նետում առաջ։ Ադանայի ֆուտբոլիստն է գնում առաջ Թմոյան դեպի Բարոյանն Աչիեզր։ Հետևում է օթային փոխանցում եւ սա դարպասապա Կուդրյաշովի գնդակն է, ով առաջին փորձից կարողացավ ֆիքսել այն։ Հերվից
փոխանցում էր ցանկանում կատարել։ Մելիքյանը բայց այսպես լարված վարկյաններ եղան, գնդակի հետագից իրականում վտանգավոր էր, բայց դարպասապայամարի իհարկե խնդիրներ չկային։ Ղարիբյան տեսնենք ինչ է մտածել Ադանայի պաշտպանը, մնում է գնդակով, խանցում դեպի իրենից ավելի աջ, Վարոյանը փորձեց մնալ գնդակով, բայց Բալայանն է այստեղ խլում կատարում, խախտում չի տեսել մրցավարը, պետք է շարունակել, այսինքն Բալայան և փոխանցում դեպի Ոսկանյանը։ Աջող խլում ենք տեսնում այստեղ ու Ադանայի ֆուտբոլիստներն են գնում առաջ, հետևեց փոխանցում դեպի Տուգանային, նրա պարակ և անկյունային է լինելու։ Թմոյան ձախ եզրում ընդունեց գնդակը, Ադանայի ավակը թողնում է անկերոջը, Ներսիսյան, խախտում չի տեսել այստեղ մրցավարը, Բալայան ուժեղ փոխանցում առաջ, դեպի մրցակցիկ Իսադաշտը արդեն Հարությունյանը փորձեց Պողոսյանից գնդակ խլել, և Մելիքյանի կողքով էլ կարողացավ անցկացնել գնդակը Թմոյան, փոխանցում այստեղ ու Մելքոնյանն է հեռացնում գնդակ ուղիղ Մելքոնյանի ուղղությամբ էր այս փոխանցումը եզրային նետում կլինի։ Ղարիբյան դեպի Պողոսյանը, Ոսկանյանն է փորձում փակել մրցակցի ճանապարհը, արված դարպասից կլինի։ Կուդրյաշով դեպի Ոսկանյանը, Չեզրից հետևեց փոխանցում առաջ, Ղարիբյան, գնդակը վերադառնում, կարելի է ասել Վենեցիային ու շարժում են առաջ, տեսնենք դեպի ձախ եզր փոխանցում հետևեց, բայց շատ ուժեղ էր Բալայանի համար իհարկե այս փոխանցումը, փոփոխություն ենք տեսնելու։ Ղարիբյան և կար խախտում այստեղ Ղարիբյանի հետ պայքարում մրցավարն արձանագրեց, ոչ միտումնավոր իհարկե, բայց թեկուզ աննշան հպում կար թիկունքից և դա արդեն խաղի կանոնների խախտման արժանի է։ Խլում է գնդակը Վենեցիան, հետևեց փոխանցում կենտրոնով Պողոսյանն է հեռացնում գնդակը և սա փոխանցում ստացվեց և Մելքոնյանն է հաջող խլում, հետո հաջող անցում կատարում, բայց այս փոխանցումը Ղարիբյանին բաժին հասավ դեպի ձախ եզր, Ոսկանյանն է լավ պաշտպանվում այստեղ, խլել է գնդակը և փորձում է մրցակցի ճնշումից ազատվել ու խախտում է արձանագրում մրցավարը։ Ոսկանյան աջ եզրում է, խլում են գնդակը Ադանայի ֆուտբոլիստները, բայց Վարդանյանն է այստեղ մեկը մեկի դեմ պայքար տեսնում ենք օրված ամենավտանգավոր պահ Վենեցիայի իհարկե այս խաղում, շատ լավ կողմնորոշվեց Վարդանյանը, իրականում այն ինչ պետք էր անել արեց, ամեն դեպքում հարվածը դիպուկ չստացվեց, դարպասապաճեր ասցնի իհարկե այս գնդակի հետևից գրեթե չուներ հարմարություն, կարելի այսպես ասել, Վարդանյանի դիրքը չափազանց լավն էր, բայց այսպես ստացվեց։ Դեռելի պահեր կլինեն իհարկե, Ղարիբյան դեպի աջ եզր,
Մկիթարյան դեպի Աչիեզր փոխանցում է հետևում Մկիթարյան դեպի Տուգանային հրապարակ մնում է գնդակը Ադանայի մոտ ամեն դեպքում Ներսեսյան Կրունկով փոխանցում խաղընկերոջը եւ տեսնում ենք Արված ու Կուդրյաշովն է այստեղ օգնության հասնում իր թիմին գեղեցիկ սեյվ էր իհարկե կարևոր այս խաղի համար եւ անկյունային կտեսնենք մոտենում է ավարտին առաջին խաղակեսը Տեսնենք Աչիեզրից հետևում է օդային փոխանցում Տեսնենք Վենեցիան չկարողացավ այստեղ հարկագրվել եւ խախտում է արձանագրում մրցավարը Վալեյանը կխաղարկի դեպի Դավթյանը հաջող անցում ստացվեց Դավթյանի կողմից բայց խլում են գնդակ Ադանայի ֆուտբոլիստները եւ Վերջ խաղակեսն ավարտված է կարճ դադար Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադառնում ենք, շարունակում ենք հետևել Վենեցիա Ադանա մրցավեճին, առաջին խաղակեսից հետո Ադանան
նվազագույն հաշվով հաղթում է մրցակցին Թմոյանի գոլի շնորհիվ ու տեսնենք երկրորդ խաղակեսում արդեն ինչ են առաջարկելու թիմերը։ Մասնավորապես Վենեցիան իհարկե ով կոնկրետ խնդիր ունի լուծելու, պետք է մեկ գնդակ հետ բերել, բնականաբար փորձելու են։ Իսկ Ադանան փորձելու է ավելացնել։ Սկանյանը ձախ եզրով փորձեց անցում կատարել։ Եվ Վենեցիայի ֆուտբոլիստները վերադարձրին գնդակը, Ոսկանյան դեպի պաշտպանության կենտրոն փոխանցում կատարեց։ Տեսնենք այս գրով ինչպես են զարգացնելու։ Դեպի աչի եզր Աչող անցման փորձ էր եւ դարպասապանը հեռացնում գնդակը Արությունյան ոչ շատ հեռու իհարկե հետևեց արված ու հասցնում եմ Քանարյանը այս գնդակն էլ հեռացնել։ Չափազանց վտանգավոր էր։ Տեսնենք անկյունային է լինելու աչի եզրից։ Օթային փոխանցում է հետևում, Դավթյան այստեղ արձագանքում է, տեսնում ենք նաև արված, բայց փակեցին այս արվածի ճանապարհը։ Ոսկանյան ձախ եզրով շարժում է առաջ, ևս մեկ հաջող անցում մտնում է Տուգանային հրապարակ, հետևեց արված, բայց դիպուկ չէր այս փորձը։ Ոսկանյան Բալայան թողնում է գնդակը Մելքոնյանին։ Հաջող անցում ստացվեց այստեղ։ Արությունյանը գնդակով է, կենտրոնով փորձում է, տեսնում ենք նաև հարվածի փորձ այստեղ, բայց դիպուկ չստացվեց։ Թմոյան, Վենեցիայի ֆուտբոլիստներն են կարողանում խլում կատարել։ Բալայան դեպի ձախ եզր, Արությունյան։ Եզրային նետում է լինելու։ Ոսկանյան դեպի ձախ եզր փակված է գնդակի ճանապարհը, պետք է սպասել այստեղ։ Շարունակում ենք հետևել հանդիպմանը, Մելքոնյանն է գնդակով, ներողություն։ Ստում ենք փոխանցում, Դավթյան վտանգավոր է և
Եվս մեկ բամ Վենեցիան ստեղծեց։ Եվս մեկ վնասված ստացած ֆուտբոլիստ հուսանք, որ այլևս չեն լինի վնասվածքներ։ Պայքարը թեժ է իհարկե եւ հաճախ չի ստացվում խուսափել։ Կա մրցավարի սուրիչը, կարելի է խաղարկել ստանդարտը։ Օդային փոխանցում։ Եվս մեկ անկյունային արդեն հակառակ եզրից։ Հարությունյան նա իրացնելու։ Ստանդարտը թվաց թե խաղարկել են, բայց հիմա իրական խաղարկումն է։ Արդեն է տվեց փոխանցում Ղարիբյանը, հեռացնում է գնդակը։ Թմոյան դեպի ձախ եզր եւ եզրից Վենեցիանը նետելու։ Այդ փոխանցում դեպի Մելքոնյանը, Ոսկանյան Կուդրյաշով, Ոսկանյան, ձախ եզրով Ոսկանյանը գնում է առաջ, ստացվեց մնալ գնդակով, Հարությունյան և փակեցին փոխանցման ճանապարհը, խախտում չի արձանագրում մրցավարն այստեղ, գնդակը Վենեցիայի մոտ է, Բարոյան, խախտում է արձանագրում մրցավարը։ Կա մրցավարի սուրիչը, Բարոյան տեսնում եք ուժեղ փոխանցում առաջ, բայց ստացվեց արձագանքել այս գնդակին Կուդրյաշովն է արվաստահարպասից կատարելու, պետք է կրկնել։ Մելքոնյան թողնում է գնդակը Բալայանին, Հարությունյան լավ շրջվեց, դեպի աջ եզր փոխանցում է հետևում, կպային գնդակը Վենեցիայի ֆուտբոլիստները, Հարությունյան և խլման փորձ, բայց ամեն դեպքում ստացվեց Ադանայի ֆուտբոլիստների մոտ, գնդակը մնալու է Վենեցիայի ֆուտբոլիստների մոտ և կփորձեն գրո սկսել նորից, Մելքոնյանն է աջ եզրում, Բալայան, այդ փոխանցում դեպի Մելքոնյանը,
ուժեղ փոխանցում առաջ, Բալայանը փորձեց հասնել գնդակին, բայց ստացվեց դա անել։ Եվ ուժեղ հարված ենք տեսնում առաջ, Թմոյանը փորձում է իջեցնել գնդակը, բայց Դավթյանը խլում կատարեց, Թմոյանը վերադարձրեց։ Եզրային նետում է լինելու։ Ձախ եզր Ոսկանյան, լավ գործեց այստեղ, մնում է գնդակով, Ղարիբյանը հեռացրեց, մրցակցի պաշտպանություն, տեսնենք Բալայանը փորձում է պայքարել գնդակի համար և խախտում է արձանագրում մրցավարն այստեղ։ Միլքոնյան, դեպի Բալայանը, խլեցին Ադանայի ֆուտբոլիստները, դեպի աչի եզր, Բալայան թողնում է գնդակը խաղանկերոջը, հեռվից հարվածի փորձ և դարպասապը կարողացավ վերցնել գնդակն այստեղ։ Դեպի աչի եզր, Բարոյանը ուժեղ փոխանցում կատարեց առաջ, բայց սա Կուդրյաշովի գնդակն է դարպասապը, դուրս եկավ դարպասից և կարողացավ վերցնել գնդակը և ուժեղ նետում դեպի ձախ եզր Հարությունյան, մնում է գնդակով Հարությունյանը, տեսնում ենք փոխանցում և Ղարիբյանն է այստեղ հեռացնում գնդակ առանց խնդիրների, Ոսկանյան, Թմոյան հետ փոխանցում դեպի Բարոյանը և հաջող խլում այստեղ տեսանք Պողոսյան դեպի մրցակցի պաշտպանություն Ադանան բոլոր այս փորձերը մրցակցի պաշտպանություն գնդակ ուղարկելով է ավարտում Կուդրյաշով Բալայան դեպի Դավթյանը ձախ եզր նորից Բալայան տեսնում ենք հարված անդրադարձ եղավ և սա մի փոքր հեշտացրեց դարպասապայի գործը ուժեղ փոխանցում դեպի Ազատ Խաղանկերը փորձում է Հարությունյանը փակել մրցակցի ճանապարհը և կարողացավ խանգարել իհարկե Իլյաշովն է գնդակը մտցնելու խաղի մեջ Մելքոնյան ուժեղ փոխանցում առաջ Ղարիբյանը հասցրեց այստեղ թվաց թե անցնելու է գնդակը Ղարիբյանի թիկունք, բայց ոչ Հարությունյան և Ղարիբյանն է այստեղ խլում կատարում տեսնենք Բալայանն է ձախ եզրով շարժվում առաջ Բարոյանը հաջող գործեց այստեղ, Ոսկանյան թողնում է Բալայանին գնդակը, լավ փոխանցում էր, Ոսկանյանն էլ շարունակում է, բայց Բարոյանը հեռացրեց և այո, հարված դարպասից կլինի։ Թմոյան Թմոյան դեպի աչ եզր հետևում է փոխանցման կամ էլ հարվածի փորձեր սա բարձր ստացվեց Կուդրյաշով դեպի ձախ եզր Հարությունյան
Մելքոնյանն է աջ եզրով առաջ շարժվում, Վենեցիայի դիրքային գրոն է սա, եզրային նետում կլինի։ Տեսնենք ում է փոխանցում, Հարությունյանը եկավ ու ստանում է գնդակը, նույնիսկ հիմա Հարությունյանը հստակ դիրք չունի, միշտ փոխում է Մելիքյան, լավ փոխանցում է Բալայանը արված, եւս մեկ շանս է ստանում Բալայանը, չափազանց հաջող կազմակերպված գրով էր, հենց այս կրեատիվն է, պակասում իհարկե Վենեցիային եւ հիմա ստացվեց այդ կրեատիվը օգտագործել խաղի մեջ ու խնդրեմ միանգամից գոլային պաս ստեղծեցին։ Վարոյանն է ուժեղ հարված կատարում առաջ, Մելքոնյանը փորձեց, Մելիքյան ուղարկում է գնդակը Ադանայի կիսադաշտ, եզրային նետում կլինի։ Այս խաղից հետո աշտարակը Ատլետիկո մրցավեժն է լինելու։ Տեսնում ենք փոխանցում դեպի ձախ եզր, Հարությունյան լավ գործեց այստեղ, հետևում է արված եւ գնդակը ցանցում է, Վենեցիան կարողանում է հավասարություն մտցնել հաշվի մեջ, Մելիքյանը պատասխան գնդակն է խփում։ Այսպես ստացվում է Վենեցիայի մոտ երկար փորձերից հետո գտնել դարպասը տանող ճանապարհը ու հիմա հավասարություն այս խաղում։ Արիբյան ուժեղ փոխանցում առաջ Աջ եզր Մելիքյանը փորձում է պայքարել, գեղեցիկ շարժում էր այստեղ, անցում չասենք դեռ, այո, անցում չեմ ասում, քանի որ դա այն է, երբ շրջանցես մրցակցին իհարկե։ Խախտում է արձանագրում մրցավարը։ Վենեցիան է արդեն նաև շտապում, հիմա Ադանան էլ իհարկե այնպես չէ, որ թիմերից մեկը հաշվի վրա է խաղալու, բնականաբար ոչ ոքի է։ Արիբյան եւ այստեղ Կուդրյաշովը արագ կողմնորոշվեց, շատ վտանգավոր պայր։ Ստում ենք փոխանցում գնդակը Ձախ եզրում է եւ Վենեցիայի ֆուտբոլիստները հաջող խլում կարողացան կատարել, պետք է սպասել Հարիբյանի դեմքին դիպչեց գնդակը Գնդակը Մել Ադանան տալիս է մրցակցին, երկու կողմն էլ հարգալից քայլ դրսևորեցին եւ Կուդրյաշովն է գրոհ սկսելու։
Հարությունյան Թմոյանն է այստեղ արձագանքում դեպի Բարոյանը եւ թույլ է տալի շարունակել մրցավարը դեպի Ձախ եզր Սկանյան դեպի Աչ եզր եւ հեռացված է գնդակը եզրային նետում կլինի Եզրից հետևում է փոխանցում Դորպոսապահը սրուց հեռացնել այստեղ գնդակը տեսնում ենք հարված ու նորից Դորպոսապահը փրկում է ավելի բարդ երկ է միգուցե եւս մեկ հարված այս գրոյի վերջում անկյունային կլինի ինչ ինտենսիվություններ Վենեցիայից Ձախ եզր փորձում է ուղարկել Բալայանը գնդակը եւ անկյունային է նշանակում մրցավարը Մելիքյան թողնում է գնդակը Ոսկանյանին Օթային փոխանցում դեպի Աչ եզր ամեն դեպքում Հարությունյանը կտիրի այստեղ իհարկե գնդակին տեսնենք ինչ է մտածել Գեղեցիկ անցման փորձեր Բարոյանն է ուժեղ փոխանցում կատարում առաջ շատ լարված հանդիպում է ամեն դեպքում մենք եկեք շարժվենք միայն մրցավարի որոշումներով կարծիք չհայտնենք այստեղ Հարությունյանն էր օրինակ 11 մետրանոց պահանջում մրցավարը թող որոշի եթե անհրաժեշտություն կա կդիտի Հարությունյան մնում է գնդակով տեսնենք ինչ է մտածել պետք է հարվածել բայց այստեղ սահանկում հետևեց տեսնում ենք հարվածի փորձ Դարպասապահը տեղում էր Դեպի Թմոյանը Աչ եզր մնում է գնդակով Բարոյանի ուղղությամբ եւ Բարոյանը փակեց գնդակի ճանապարհն այստեղ կենտրոնով փոխանցում գնդակը Ձախ եզրում է եւ Մելքոնյանն է առաջինն այստեղ ուժեղ հարված կատարեց առաջ եզրային նետում է լինելու Արիբյան Մելքոնյանն է հաջող գործում տեսնենք Աչ եզրում է գնդակը Մելքոնյան Վենեցիան հերթական փորձի հետևից է գնում հետևեց օթային փոխանցում Ղարիբյանն է փակում գնդակի ճանապարհը եւ եզրային նետում կլինի 2 րոպե Քան արագ անցավ ժամանակը 2 րոպե նույնիսկ ավելի պակաս միջև հիմնական ժամանակի ավարտը նշում է մրցավարը միանշանակ ավելացնելու է որքան կավելացնի դա արդեն չենք կարող ասել բայց դաթարների արկ է եղել են առնվազն 3 րոպե ավելի մասին էլ կարելի է մտածել Մելքոնյանը մնում է գնդակով տեսնենք Հարությունյանն է Աչ եզրում Բալայանը թողեց գնդակը Կուդրյաշովին եւ Վենեցիան է շարժվում առաջ դեպի Ձախ եզր Ոսկանյան օթային փոխանցում Մելիքյանը փորձեց արձագանքել բայց ոտնաթաթի փոխարեն ծնկով արձագանքեց ու արված դարպասից կլինի Ֆորվարդ դարպասից է լինելու Ղարիբյան դեպի Թմոյանը ուղարկեց գնդակը Բալայանն է այստեղ հաջող գործում Կուդրյաշով Ոսկանյան Ձախ եզրում է մեկը մեկի դեմ պայքար բայց շատ առաջ թողեց գնդակը
Ղարիբյանն է առաջ ուղարկելու գնդակ, այս տարբերակն աշխատում է իհարկե։ Ուժեղ փոխանցում դեպի Աչի եզր, բայց այստեղ Բալայանը առաջին արձագանքեց, Հարությունյան խլեց գնդակը Ադանայի ֆուտբոլիստները և տանկավոր է այս պա, տեսնենք հետևի արված, թե ոչ Բալայանն է հաջող գործում, բրավո Բալայանին իհարկե։ Տեսնենք ձախ եզրից ցածրից հետևեց փոխանցում դեպի Աչի եզր, հետևի արված թե ոչ, այո տեսնում ենք արված, բայց դիպուկային չստացվեց։ Դեպի Աչի եզր, Թմոյան Տարպասապա Կուդրյաշովն է վերցնում գնդակ, ուժեղ փոխանցում առաջ, Հարությունյան լավ փոխանցում էր, իրականում ստացվել, բայց պայել գնդակը չհաջողվեց Հարությունյանին այս դրվագում։ Ղարիբյանն է գնդակն ուղարկում առաջ դեպի Աչի եզր։ Աչի եզր գնդակը Վենեցիայի մոտ է, պաշտպանի կողմից հետևեց փոխանցում առաջ, Պողոսյանը արձագանքեց Դավթյան։ Եվ Տարպասապա Կուդրյաշովն է այստեղ դուրս գալիս դարպասից ու հիմա էլ հենց ավակը գնդակը կմցնի խաղի մեջ։ Ղարիբյան Թմոյան առաջ ուղարկեց գնդակը, ձեռքով խաղ է արձանագրում մրցավարն այստեղ։ Սկանյան Ղարիբյան Կուդրյաշով դեպի Աչի եզր Նիկոնյան և մրցավարը խաղթում է արձանագրում այստեղ։ Բալայան փոխանցում դեպի Աչի եզր, տեսնենք այս գրով ինչպես կզարգացնեն, գեղեցիկ անցում ստացվեց, մնում է Վենեցիայի ֆուտբոլիստը գնդակով հետևեց արված ու վերջում Հարությունյանը որոշիչ գոլն է խփում, ոսկե արված Հարությունյանից իհարկե և Վենեցիան կարող է տուն գնալ այսօր 3 միավորով, ամեն դեպքում ստացվեց գտնել Ադանայի դարպասը տանող ճանապարհ արդեն այս խաղում երկրորդ անգամ և կենտրոնից Ադանան է սկսում, երևի թե վերջին գրոյի հնարավորություն ունեն, Ղարիբյան դեպի Աչի եզր, Բարոյան հետևեց փոխանցում առաջ, հեռացված է գնդակը ու վերջ, Հարությունյանը խաղի հերոսն է իհարկե, ինչպես նաև մնացած բոլորը Վենեցիայից, քանի որ հաղթեցին այսքան բարդ խաղում, մենք կվերադառնանք քիչ անց։